Ես գտնվում էի երևի 12-14 մետրի վրա դարպասից, այո, նու տենց էր թելադրում այդ պահը։ Ու արդեն ոնց որ սկսեցի շարժվել իմ մոտ։ Պահն էր թելադրում, որ դուք շարժվեք առաջ, որ շարժվեմ առաջ, որովհետև զգում էի, որ այդ ֆուտբոլիստը շատ ուժեղ գնդակ է գալիս, հնարավոր չի այդպես փափուկ կայնացնել, գիտեմ։ Ու ես որ սկսեցի վազել իր վրա, գիտեի հեսա կկպնի ինչ-որ մասին կամ ոտքին ու երկար կգնա, ու ես մի անգամից աուտ կհանեմ։ Բայց նենց գտնվա, որ հենց գնդակը հենց այդ մեծ արագությամբ դժվար գնդակ հենց ընկնում է իր դեմը։ Դա հնարավոր էր անել մենակ ձեռքով, ճիշտն ասեմ, որը, դատավորը բայց չէր տեսնում, սենց փափուկ իջացնել իր դեմը։ Հետո որ մենք կամերաներով տեսանք, ու ես արդեն իր դեմն էի փորձում եմ պրոստը բախացնել, սենց դուք այսպես արեցի։ Ձեռքերս սենց արեցի, որ ինչ-որ ավելի շատ մեծ տարածություն ծածկեմ, բայց պարզը ես չէի սպասում, գիտեի տարածությունը մոտիկա չի հասցնի, գնդակը սենց հելի բարձր։ Ես գիտեի, որ ձեռքից չի կպնի, բայց այդ իմ շարժումը ոնց որ